Հրապարակ թերթը գրում է արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ապրիլի 7-ից 11-ը գործուղվել էր ԱՄՆ։ Այցի նպատակը գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելն է եղել, սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան Հայաստանի Հանրապետության իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ։ ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած եւ ընտրություններում Քամալա Հարիսին պաշտպանած Հայաստանի Հանրապետության իշխանությունները Թրամփի ընտրվելուց հետո անհեթեթ վիճակում են հայտնվել եւ փորձում են իրենց սխալները շտկել, սակայն բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում։ Այդպես էլ ձախողվել է նաեւ Գալյանի այցը։ Քառօրյա ուղևորության ընթացքում միակ բանը, որ նա կարողացել է անել, ԱՄՆ պետքարտուղարությունում ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ, Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական, որը Մինսկի խմբի նախկին համանախագահ էր։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը ոչ այդ հանդիպման մասին, ոչ ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ չկա պաշտոնական հաղորդագրություն։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի ակտիվությունը շատերին են նյարդայնացնում, անգամ պետական պաշտոնյաների։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերիմին բողոքել է, թե մեզնից պահանջում են կնոջը նույն պատվին արժանացել եւ նույն կերպ դիմավորել ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում ճանապարհում։ Այսօր էլ նրան սպասում են Շիրակի մարզում։ Այցելելու է Գյումրի, մասնակցելու իր օգնական Վարդուհի Մանուկյանի որդու Արցախյա 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆո Սահակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Պաշտոնական աղբյուրներից պարզվեց, որ 1 տոննա կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման 24 ամիսը կլրանա մայիսին։ Նախաքննական մարմինը 30 ամիսը լրանալուց հետո պետք է որոշում կայացնի, կամ կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի, կամ գործը ուղարկվի դատարան։ Ասել է, թե նախաքննական մարմինը փակու ու առաջ է, գործը մինչև վերջ հնարավոր չէ բացահայտել, եւ տևական ժամանակ է ինչ գործով անցնող մեղադրյալներին իրավաբան չեն էլ անհանգստացնում։ Իսկ ինչպես ասել էր կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանը, հայտարարված զգալի քանակով կոկաինը տեղում է, պահվում է ԱԱԾ-ում։ Հրապարակ թերթը գրում է. երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային։ Թուրքիայի դրոշն այրելը սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի անվանելով։ Մինչդեռ միջև իշխանափոխությունը իրենք էլ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում, եւ դա սադրիչ չէին համարում։ 2015-ին այդ ակցիային մասնակցում էին Ազգային ժողովի ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գևորգյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Դավիթ Գևորգյանը նաև ոտքերն էր սրբում դրոշի վրա։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաև դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած եւ փնտրում են քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ դերակատար ունենալ իշխանություն ձևավորել։ Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս փնտրուկների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում։ Օրինակ Արտուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում, իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ Վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Նա 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեում։ Նաև Ռուսաստանի Դաշնության հասարակական պալատի անդամ է, պարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուներին։ Նա բավականին ազգայնական հայացքներ ունի, չնայած տևական ժամանակ Ռուսաստանում է ապրել, բայց նացիոնալիստ հայ է համարվում միայն այն փաստը, որ նա ադրբեջանական մամուլի մշտական թիրախներից է, խոսում է այդ մասին։ Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ նա կարիերան կշարունակի հայրենիքում Հայաստանում։